Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր փետրվարի 10-ը, երեքշաբթի։ Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Միացյալ Նահանգների փոխնախագահը J.D. Vance-ը հանդիպեց Հայաստանի վարչապետի հետ, որից հետո հանդես եկան հայտարարություններով, որոնք էին J.D. Vance-ի հայտարարությունների կարևոր շեշտադրումները։ Մանրամասները ռեպորտաժում։ Երբ աշխարհի թիվ 1 ռազմական գերտերության ինքնաթիռը դիպավ Զվարթնոց օդանավակայանի թռիչքուղուն, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ընդառաջ շտապեցին դիմավորելու Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Թռիչքուղում ամեն ինչ արարողակարգի համաձայն էր, բայց պահը ոչ։ J.D. Vance-ը Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով երբևէ այցելում է Հայաստանի Հանրապետություն, եւ նաեւ սա հաշվի առնելով, մինչ նրա ժամանումն էլ տեղի ունեցողը պատմական էին համարում։ Միացյալ Նահանգների փոխնախագահը մենակ չի այստեղ։ Նրա հետ է նաև կինը Ուշան Վենսը եւ 3 երեխաները՝ Էվանը, Վիվեկը եւ Միրաբելը։ Նրանց դիմավորողների շարքում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը, Երևանի քաղաքապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանը։ Իսկ Հայաստանի վարչապետը ամերիկացի պաշտոնյային Բաղրամյան 26-ում նախագահական նստավայրում է սպասում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Միացյալ Նահանգների փոխնախագահը նախ ողջունում են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի եւ J.D. Vance-ի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվում են ընդլայնված կազմերով։ Միացյալ Նահանգների փոխնախագահը հենց այստեղ է հայտարարում, Հայաստանը կդառնա այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ։ Իսկ բանակցությունների մասին կողմերն ավելի են մանրամասնում լրատվամիջոցների համար նախատեսված հայտարարությունների ժամանակ։ Մինչ այդ սակայն Նիկոլ Փաշինյանը եւ J.D. Vance-ը ստորագրում են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Ապա վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը մոտենում են ամբիոնին։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո ինքը եւ Ադրբեջանի նախագահը Դոնալդ Թրամփին համատեղ նամակով առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Հայաստանի ղեկավարը հույս ունի, որ նախագահն արդարացիորեն կարժանանա 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին։ Փոխնախագահ J.D. Vance-ի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաեւ օրեր առաջ Աբու Դաբիում եւ Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։ Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել սույն թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև, որ ստացել եւ սիրով ընդունել է նախագահ Թրամփի հրավերը փետրվարի 19-ին մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Վարչապետը մանրամասնում է նաև, որ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարեւորությունը, համաձայն հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջև ստորագրված ծրագրի իրագործման շրջանակի։ Վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը վերահաստատել են, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենդներից ունենալու է նաև տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Կողմերը նաև իրենց գոհունակությունն են արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Վենսի հետ քննարկել է նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում արհեստական բանականության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։
Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև կիսաղորդիչների եւ արհեստական բանականությունների ոլորտում կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետը նշում է, որ հաստատվել է դեպի Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է նաև, որ նշանակալի առաջընթաց են արձանագրել Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմական եւ պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը եւ արդեն 3 տարի անմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Այս համագործակցությունը Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքով անհնար կլիներ առանց Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի առաջնորդության, առանց այն խաղաղության, որին հանձնարարել է Հայաստանը։ J.D. Vance-ը նախ ընդգծում է իր գնահատմամբ մի անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ տրամադրել է մի շարք արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ NVIDIA չիպերի վաճառքի համար։ Իսկ դա ըստ նրա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների եւ ամերիկյան բիզնեսի համար, բայց նաեւ ընդգծում է նա, նշանակում է առավել բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար, որովհետև դրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար, կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ $4 միլիարդ երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Միացյալ Նահանգների փոխնախագահը սա համարում է դասական փոխշահավետ գործարք, քանի որ ըստ նրա դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն թե Հայաստանի, թե Միացյալ Նահանգների համար։ Անդրադառնալով Թրիփին J.D. Vance-ը հայտարարում է, այն բացելու է առևտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում եւ աննախադեպ կապեր է ստեղծելու Հայաստանի եւ նրա հարևանների միջև։ Դա հիանալի է Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց նաև կարևոր է երկարատև խաղաղության համար, քանի որ երբ դուք ստեղծում եք այս փոխկապակցված տնտեսությունները, էներգետիկ ոլորտները եւ այլն, դա նշանակում է, որ այս տարածաշրջանը կարող է ունենալ երկարատև խաղաղություն։ Մենք ոչ միայն ուզում ենք հաշտություն կնքել վարչապետի եւ նախագահի առաջնորդության ներքո, այլև ուզում ենք համոզվել, որ այդ խաղաղությունը երկարատև է եւ դա այն է, ինչին մենք այսօր այստեղ հասնում ենք։ Միացյալ Նահանգների փոխնախագահը խոսում է նաև Հայաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին։ J.D. Vance-ի խոսքով նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է։ Իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն ըստ նրա աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է։ Առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին $11 միլիոն արժողությամբ։ Հետախուզական եւ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին եւ մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու եւ մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր եւ ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Միացյալ Նահանգների փոխնախագահը պատասխանում է նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնցից մեկը վերաբերում է նաեւ մեր հարևան Իրանին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է եւ այդպիսին կլինի միշտ։ Նախագահական նստավայրում բացի այս ամենից Միացյալ Նահանգների փոխնախագահն ու Հայաստանի վարչապետը ծանոթանում են համատեղ նախագծերի ընթացքին։ Ներկայացվում է TRIP նախագծի իրականացման Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներից ձեռք բերված VBAT տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։ Վահագն Հակոբյան, Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։
ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը տիկնոջ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ J.D. Vance-ը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այցի ավարտին Միացյալ Նահանգների փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով. Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին, թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Երևանից մեկնել է Բաքու։ Ինքնաթիռ նստելուց առաջ նա լրատվամիջոցների հետ զրույցում ամփոփել է իր այցը։ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը, ասելով. Դա անկասկած կքննարկվի։ Հիշեցնենք, Ադրբեջանում են պահվում 19 հայ գերիներ, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց նկատմամբ Բաքվի դատարանը կեղծ դատավճիռներ է հրապարակել։ Բաքվի զինվորական դատարանում այսօր ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել վերջին խոսքով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատավճիռը կհրապարակվի դատավորների վերադարձից հետո։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է իբր ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումների ստեղծման եւ այլ հոդվածներով։ Երկար սպասված լուր Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը, մոնետիզացիան։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook-յան իր էջում, տեղադրելով նաև ընկերության պաշտոնական հայտարարության հղումը։ Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման մասին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների, ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի եւ նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։ Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն, դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության եւ ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են։ Բազմազան եւ վստահելի ձայների միջոցով։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ, հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։ Մենք ակնկալում ենք այս դրական զարգացումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ եւ պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի եւ տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ։ Ձնհալից հետո ջրածածկ ու փոսերով անանցանելի դարձած փողոցները ինչպես կարգի բերել, մինչև փողոցաշինական ծրագրերի մեկնարկը եւ ինչպես տնօրինել բյուջեում եղած ազատ միջոցները։ Այս հարցերն են այսօր քննարկվել Գյումրիի ավականու այս տարվա առաջին նիստում։ Օրակարգային հարցերի թվում էին նաեւ կոմունալ ծառայությանը անհատույց իրավունքով գույքի հատկացման, հողակների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաեւ ավականու անդամների բացակայությունների հարցերը։ Ավականու անդամներից ով է նախորդ նստաշրջանում նիստերից բացակայել։ Այսօր Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Արաքելյանը հրապարակեց ամենաշատ բացակայություններ ունեցող ավականու անդամների անունները։ Նրանք բոլորը նիստերի կեսից ավելին չեն մասնակցել, իսկ բացակայությունները բաժանել են 3 մասի՝ բացակայություն նիստերից, բացակայություն քվեարկությունից եւ բացակայություն հանձնաժողովների նիստերից։ Մեր Սոֆյան Նարինե Մուշևի բացակայել է հանձնաժողովի նիստերից, Մինասյան Սարիկ Սամվելի բացակայություն նիստերից, բացակայություն հանձնաժողովի նիստերից, Մեկեչյան Վահագն Հրաչիկի բացակայություն քվեարկության, Հարությունյան Քնարիկ Համլետի բացակայություն հանձնաժողովի նիստերից, Բեգզադյան Նարեկ Հովանեսի բացակայություն քվեարկության, Իրագոչյան Վահե Սամվելի բացակայություն հանձնաժողովի նիստերից, Սիմոնյան Կարեն Անդրանիկի բացակայություն հանձնաժողովի նիստերից։ Հետո արդեն հերթը հասավ օրակարգային հարցերի քննարկմանը։ Դրանցից առաջինը բյուջեում կատարված փոփոխություններին էր վերաբերում։ Պարզվում է քաղաքային բյուջեում ազատ միջոցներ կան։ Դրանք ոչ թե հավելյալ կամ նոր մուտքերի մասին են խոսում, այլ նախորդ տարի չկատարված աշխատանքների։
Բազմաթիվ մրցույթներ հայտարարեցին, որոնք չմասնակցեցին։ Այդ առումով ազատ մնացորդի 2 միլիարդ 244 միլիոնի մնացորդը կապված է դրա համար այս տարի արդեն ուղղել ենք ֆոնդային մաս, որտեղ ներկայացրել ենք 3 արդեն գիտեք, որ 26 թվականին ներկայացրել ենք 3 սուբսիդիոն ծրագիր, փողոցների վերանորոգման, Շիրակացի 162-րդ շենքի վերանորոգման, հիմնանորոգման եւ սոցիալական բնակարանին, այսինքն այս տարի բնակարանի համարները առել են 390 միլիոնը, իսկ մնացած 690 միլիոնը համայնքի բաժինը կներառվի հաջորդ 2027 թվականի բյուջեում։ Փողոցաշինական աշխատանքների համար հատկացումներ կան, բայց դեռ դրանց մեկնարկի սեզոնը չէ։ Իսկ ինչ անել ձնհալից հետո բացված մեծ ու փոքր փոսերի հետ, այս հարցը հետաքրքրում էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներին։ Քաղաքում մեքենայով երթևեկելը գրեթե տարել է անհնարին, բացված փոսերի, նախկինում եղած փոսերի չփակման արդյունքում մի մարդկանց մոտ տվարողություն կա, թե ավելի լավ էր սառույցը մնար փոս չեղեր, թե ավելի լավ է սառույցը չեղեր չսլար, այս փոսը։ Այս հարցին ունեն միջանկյալ լուծում բարդ եւ անհագային պայմանները ցույց չեն տալիս փոսային նորոգման աշխատանքներ չձեռնարկել եւ անել։ Բայց ժամանակավոր լուծում որպես այդպիսի ֆիբին խճային լուծումներ, որպեսզի փոսերը մի քիչ կոնե ժամանակավոր ծածկեն։ Թե չէ քաղաքում արդեն անեկդոտներ է պատմվում, եթե մարդու զանգում է զանազանել է, բազում ովարի փոսի մեջ։ Չափազանցված է ձեր ասածը, շատ չափազանցված է։ Այն ինչ որ կատարվել է անցած 6 ամիսների ընթացքում փոսանորոգման տեսակետով արելի աշխատանք է կատարվել, այս տարի դեռ չի սկսվել շինարարական փուլը։ Միանշանակ կողմն եմ նաև այն ձեր մտքին, որը արդեն հանձնարարականը տրված է մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում, կոմունալ բաժնի պետը կարող է հաստատել, որ կատարվում է խճապատման աշխատանքներ որոշակի փոսային հատվածներում, հենց սկսվեց մեկնարկվեց աշխատանքների փոսանորոգման աշխատանքները, անպայման այդ մյուս փոսերները ընկրվելու են։ Ավետիս Արաքելյանն է նշում, փոսային նորոգումներ անելը ֆինանսապես ձեռնտու չէ այն փողոցներում, որոնք ճանապարհաշինական մեծ ծրագրերում են, օրինակ Շիրակացին կամ Անի թաղամասը։ Այս հարցում էլ ավականու անդամների կարծիքները տարբեր էին։ Մետեղը, եթե գնալու է կապիտալ վերանորոգումներ, այդտեղ գումարներ տնելը ու փոշիացում եմ համարում։ Նալ թաղամասի վերաբերյալ վերջը 20-25,000 խնամության մասին է խոսքնոր պետք չէ տեսել, հավել հաջորդ տարի չէ, ես հոկտեմբերի դոր շինարարի մրցույթն է հայտարարվելու, այդ 3 ամիսը տնա հաջորդ տարվա գարնան որ սկսել շինարարական աշխատանք մեկնարկել։ Լավ է, մարդու տարի մեր չէ միջավայրն է վաճառել։ Քաղաքի բյուջեից գումարներ ծախսվել են նաև փողոցների ու մայթերի մաքրման համար։ Քաղաքապետին փոխարինողն է նշում, կոմունալ ծառայությունը առանց ընդմիջումների աշխատել։ Ու կրկին հակառակն է փաստում ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների ներկայացրած տվյալները, թե քանի մարդ է կոտրվածքներով դիմել պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ։ Ֆեբրուար ամիսների հետ կապված ունեցել ենք 164 հոգի, ովքեր վնասվածքով տեղափոխվել են պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ, որից 22-ը մանրահասակ երեխաներ են։ Այս ոնց բացատրել։ Այդ ձեր ասած է լավ է, որ ամեն ինչ մաքրել լավ է։ Այս տարի աննախադեպություն եղավ։ Եվ քաղաքը օրնի բուն մաքրությունում է իրել։ Հապան գիշեր ժամը 3 չի ունեցել։ Գիշերվա ժամի 3-ին անձամբ ես էլ առավոտ ժամը 8-ին դուրս եմ եկել։ Քաղաքը շրջել է։ Բոլոր մաքրումները, բրիգադները, տեխնիկան, որը նաև ձեր իշխանությունն էլ է փաստել, որ թույլ է տեխնիկան Գյումրիում մաքրություն իրականացնելու համար լիարժեք։ Ավականու անդամները քննարկեցին նաև Կարո Սասունու արձանի լուսավորության եւ պատվանդանի կառուցման համար գումար հատկացնելու հարցը։ Արձանը բարերարի միջոցներով է տեղադրվել, բայց ավարտական տեսք ունենալու համար հիմա քաղաքապետարանից է գումար պահանջվում։ Գումարներ կտրվեն նաև արվեստի ու երաժշտական դպրոցների միջազգային ու հանրապետական փառատոների մրցանակակիր աշակերտներին, իսկ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրվող գումարները կլինեն դրամաշնորհների ու աշխատավարձի 20% բարձրացման տեսքով։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։
2025 թվականի ավարտին Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է։ Վիճակագրության համաձայն տարեվերջի տվյալներով գործազուրկների միջին թվականակը 9.5%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն Շիրակի մարզում ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերի համաձայն մարզում բնակչության 43% աղքատ է։ Աշխատանք փնտրողների մեջ առավել մեծ մասը 35-ից 44 տարիքային խումբն է։ Գործազրկության նվազեցման, աշխատուժի ներգրավման և զբաղվածության ապահովմանն ուղղված միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը առաջարկելու ծրագրեր ունի, դրանցից օգտվողները սակայն քիչ թիվ են կազմում։ Գործազրկության այսպես ասած կայուն ծանր վիճակը պահպանվում է Շիրակի մարզում։ Բարձր տոկոսները գրեթե ամեն տարի անփոփոխ են։ Մարզի աշխատաշուկայում առաջարկ պահանջարկի անհամատեղելի պատկեր է, իսկ աշխատանքի ընդունման փոփոխվող պահանջները աշխատանք փնտրող քաղաքացիների համար ընտրության հնարավորություն չեն թողնում։ Աշխատատեղ չկա։ Աշխատավարձերի չափ, օրինակ։ Շատ քիչ է, ինչքան գիտեմ, շատ քիչ է համեմատած Երևանի հետ, շատ քիչ է։ Գյումրում քոնե այդպես գործանը սարքեն բանները ժողովուրդը նորմալ աշխատի, ոչ թե հասնի Երևան որ գործկենին աշխատի մարդը։ Ժամերը շատ են, ազատ օրեր չկան, աշխատավարձը ցածր։ Արձակուրդի մասին ընդհանրապես խոսք չկա, որ հիվանդանանք մեր հաշվին ենք հիվանդանալու։ Աշխատուժն էժան է, առաջարկվողն էլ մասնագիտական կարողություններին համապատասխան չէ։ Գործատուների մեծ մասը ցանկալի պարտադիր պայմանների շարք է ներկայացնում։ Առաջինը աշխատանքային փորձը։ Սա նորավարտ երիտասարդների համար մեծ արգելք է մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցում։ Աշխատատեղեր չկան դիմելու համար, կամ լոկալ աշխատանքներ, օրինակ խանութի վաճառողուհի, իսկ ուսանողների հետ ժամերը չի համընկնում։ Գալիս է ցանկության խնդիր ու բացի դրանից գործատուների պահանջները ու աշխատակիցների սպասելիքները ու թե ինչքան են բավարարում աշխատակիցները, որովհետև շատ հաճախ հիմա ավելի շատ գործատուներն են փնտրում լավ աշխատակից, քան սովորական աշխատակիցներ լավ գործատու։ Որպես ուսանող արդեն 3-րդ կուրսի, ով արդեն ակտիվ փնտրում է աշխատանք, տեսնում եմ, որ աշխատաշուկայում կա խնդիր գործազրկության ու որ ուսանողները ավարտելուց հետո միգուցե հնարավորություն չունենան աշխատանք գտնելու հենց Շիրակի մարզում։ Կարծում եմ, խնդիրը երկկողմանի է։ Աշխատանք գտնելու, լավ գումար աշխատելու հեռանկարով թոփ մասնագիտություններ ընտրած երիտասարդները տեսական գիտելիքները գործնական դաշտում կիրառել եւ աշխատել հենց մասնագիտությամբ մեծ մասամբ չեն հաջողում։ Ստիպված մասնագիտությունն են փոխում, բարձր վարձատրվելու ձգտումով աշխատանքի տեղավորվում այլ ոլորտում, նույնիսկ այնտեղ, որտեղ բուհական կրթություն ստանալն էլ պարտադիր չէ։ Կամ բազում օրինակներ, երբ ուսանողները իրենց մասնագիտությամբ են մուտք գործում, բայց լրիվ այլ ոլորտ, լրիվ այլ մասնագիտությամբ են աշխատում, որը ընդհանրապես իրենց համալսարանում չի եղել այդ։ Որոշ չափով այո, որոշ չափով ոչ։ Այո, որովհետև սկզբում շուտվանից չեմ մտածել այդ ամեն ինչի մասին, իսկ ոչ, որովհետև ուրիշ ծրագրեր չեն եղել, օրինակ համալսարանի կողմից։ Մի հատվածը համալսարանի բաց թողումն է, որ գործնական մակարդակի գիտելիքները քիչ են տրվում, բայց մի կողմից էլ աշխատաշուկայում կա խնդիր, որ գործատուները հիմնականում պահանջում են ավելի բարձր մակարդակի աշխատողներ ու նոր ավարտած ուսանողներին առաջնահերթություն չեն տալիս։ Հիմա կարճաժամկետ ծրագրեր կան, որոնք ավելի շատ են ինֆորմացիա տալիս ուսանողին իր ուզած մասնագիտության մասին, քան 4 կամ 5 տարվա կրթությունը։ Եթե ուսանողը կարող է 2 ամսում ավելի շատ ինֆորմացիա ստանալ, ինչի համար ընտրել 4 տարվա կրթությունը, էլի։ 4 տարվա փոխարեն 6 ամսում մասնագիտություն ձեռք բերելով հիմնականում երիտասարդները նախընտրում են այնպիսի աշխատանք գտնել, որը առցանց տարբերակով է։ Կարճ ասած, տնից աշխատանք է, որը գործփնտրողի եւ առաջարկողի շահերից է բխում։ Բայց եւ աշխատանք փնտրողները մեկ այլ խնդիր էլ ունեն, որը վերաբերում է թափուր հաստիկների մասին տեղեկատվության պակասին։ Թափուր հաստիկներին եւ գործատուների հետ ուղիղ կապին հնարավոր է հասնել միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Եվ այդ հնարավորությունը տալիս է e-work էլեկտրոնային հարթակը։ Մենք իրենց հմտություններին ու կարողություններին հարմար աշխատանքի առաջարկ կարող ենք անել, ուղղագրել գործատուի մոտ, նաև գործատուներին էլ եմ տեղեկացնում եմ, որ իրենց թափուր հաստիկները կարող են մեր տարածքային կենտրոնում որպես գործատու թողնել թափուր հաստիկները, մենք այդ հաստիկին համապատասխան աշխատանք փնտրողներին կուղղորդենք։ Էլեկտրոնային հարթակում պահանջվածը բանվորական կադրեր են, որի պակասը շինարարության արտադրական ոլորտներում միշտ զգացվում է։ Աշխատողներ են փնտրում նաև առևտրի եւ սպասարկման ոլորտներում, եւ գերակշիռ մասը ոչ բարձրագույն կրթության պահանջով։
Բոլոր ոլորտներից էլ հետաքրքրվողներ կան ու սպասարկման ոլորտում էլ ենք տեղավորել աշխատանքի, թե դուք գիտեք, որ այն հաստիկները, որոնք համալրվում են մրցութային կարգով, չնայած այն բանի, որ որպես գործատու իրանք մեր մոտ կան, բայց թափուր հաստիկները, որոնք մրցութային կարգով են համալրվում, մենք այդտեղ անելու բան չունենք, ոնց որ ասած։ Զբաղվածության հարցերը լուծող պետական հարթակը 16-ից 63 տարեկան հաշվառված աշխատանք փնտրողների եւ գործազուրկների համար է։ Տարածքային կենտրոններում գործում են տարբեր զբաղվածության ծրագրեր, հաշվի առնելով դիմողների հմտություններն ու նախընտրությունները, ներառյալ պրակտիկա անցնելու եւ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները։ Օրինակ պրակտիկայի ծրագիրը, որը վճարում են գործատուին, ինչու՞ չէ նաեւ աշխատանք փնտրողին կամ ուսանողին, ով անցնում է իր ճանապարհածախսն է վճարվում, ամեն դեպքում իմ կարծիքով կա իրազեկվածության ցածր մակարդակ, մեր ազգաբնակչությունը լիովին տեղեկացված չէ գործող ծրագրերից։ Էլեկտրոնային հարթակը եւ զբաղվածության ծրագրերը հասանելի են նաեւ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար։ Նրանք կարող են մասնակցել հմտությունների զարգացման եւ նորերի ձեռքբերման ծրագրերին եւ փորձառության հիման վրա աշխատաշուկայի առաջարկներով հետաքրքրվել։ Եղած ծրագրերից բացի արցախցիների համար բիզնեսի աջակցման պետական ծրագրեր են ներդրվել։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։